Ողջույն, այսօր կուզենամ sense մի հատ հանգիստ տոնայնությամբ խոսամ ձեր հետ մի հատ կարևոր թեմայի շուրջ։ Չգիտես խի մեր զույգերը շատ են ընկնում ինչ-որ երևույթների հետևից, ինչ-որ փակ գրոպաներում տատական, ինչ-որ մեթոդների հետևից, հետո զարմանում են, թե խի հղիություն տեղի չի ունենում։ Կան մի քանի միֆել չէ, ինչ-որ հիմար մտքեր, որոնց իրանք լսում են ու ասում են, ոայ խի հղիություն չի լինում, sense են կարեն, ինձ է կարել առանց բժշկական հիմնավորման։ Առաջինը դա այնա որ ուշուշ են հարաբերություն ունենում, մտածելով որ սերմս կհավաքվի, մեկ է բում կգմփսնի ու հղիությունը տեղի կունենա, չէ, նման բան գոյություն չունի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ օրվա մեջ, եթե մարդ մի քանի անգամ հարաբերություն ունում, վերջի հարաբերության սերմը ավելի, օրինակ DNT ֆրագմենտացիայի աստիճան ավելի բարձր է, քան առավոտվանը։ Երկրորդը յախու են դնում, չգիտեմ թեժետ ինչ ախի են անում, չեմ պատկերացնում, բան յախու են դնում, հիմա արդեն թե տղեկի, թե աղջիկների, որ հղիություն տեղի ունենա, մի արեք նման բաներ, մի վնասեք ձեր մաշկին։ Ու երրորդը դա հարաբերություններից հետո ոտքերը բարձր դնելն է, որ սերմը sense հետ գնա, դա տենց չի աշխատում։ Զուտ այդքանը ասեմ, պետք է անիմաստ ակրոբատիկայով զբաղվել, որպեսզի հես հարաբերությունից հետո հղիություն լինի։ Սերմը ինչքան պետքա կմնա, ինչքան է պետքա դուրս կգա։ Առողջ եղեք։